Բարև ձեզ։ Այսօրվանից ես իմ ելույթներում չեմ ասի բարև ձեզ սիրելի ժողովուրդ։ Չեմ նշի, որ ելույթ եմ ունենում հայերի սխալները եւ ինչ անել խորագրի ներքո։ Ես ուղղակի ելույթ կունենամ, կպատմեմ իմ տեսածը, իմ կյանքի դրվագներից եւ ուրիշ ոչինչ։ Հետևությունները դուք արեք, ում պետք է թող նայի, ում պետք չէ թող չնայի։ Եվ մի բան, եկեք միմյանց չհայհոյենք։ Ես չեմ սիրում հայհոյանք, եւ ընդհանրապես չեմ հայհոյում ողջ կյանքում։ Բայց եթե հանկարծ ինձ հայհոյող լինի, ես ուղղակի կգնեմ, որ դու թուրք ես։ Ուրիշ ոչ մի բան։ Իմ կարծիքով դա ամենաուժեղ, ամենավիրավորական հայհոյանքն է։ Ես այդպես եմ կարծում, եւ իմ նման է կարծում աշխարհի շատ ժողովուրդներ, ոչ թե անձիկ, այլ շատ ժողովուրդներ։ Ես եղել եմ Եվրոպայում, շփվել եմ արաբների հետ, շփվել եմ ադրբեջանցիների հետ, շփվել եմ Ռուսաստանի բոլոր ժողովուրդների հետ, եւ ոչ մի ժողովրդի մոտ թուրք բառը հարգանք չի վայելում։ Բոլորի մոտ, եթե դու նրանց անվանես թուրք, նրանք վիրավորվում են։ Որոշ ազգեր շատ, որոշ ազգեր քիչ, բայց բոլորը վիրավորվում են։ Նույնիսկ ադրբեջանցիներին, եթե ասում ես թուրք, նրանք շատ ուժեղ վիրավորվում են։ Եվ դա ինձ համար ամենամեծ հայհոյանք կլինի։ Եվ նայեք, ով ինչ ուզում ասի, ես չեմ պատասխանելու իրենց կեղտոտ բառերով։ Ես այդպես բառեր չեմ օգտագործում, հայերեն նման բառեր չկան, բայց հայերենում կա մի կեղտոտ բառ՝ թուրք։ Ես ձեզ կանվանեմ թուրք։ Մնացածը դուք գիտեք։ Հիմի պատմեմ ժողովուրդ ջան երեկվա իմ տեսածից։ Երեկ ես ինչպես միշտ գնում եմ շուկա, որովհետև Ռուսաստանում ապրող մարդիկ առանց շուկայի, ընդհանրապես որտեղ էլ ապրես առանց շուկայի չես կարող, իսկ շուկայում մեծամասամբ ադրբեջանցիներ են աշխատում։ Ես շուկայից գնում եմ հայկական ուտեստներ, լավաշ են թխում, շատ լավ լավաշ, ես ամեն օր լավաշ եմ առնում եւ հայկական ուտեստներ, ինչպես ասեցի։ Ադրբեջանցիներից առնում եմ միայն, ասենք, կանաչիներ, միրգ, որոշ չափով մեծամասամբ ես միրգը առնում եմ խանութից։ Կանաչիների որոշ մասներ, որ շատ բան շուկայից չառնեմ։ Ինձ տենց ավելի հարմար է, ավելի ճիշտ է, որովհետև խանութում գրում են, թե ապրանքը որ երկրից է ստացված։ Իսկ շուկայում ես չգիտեմ, թե ով է բերել, ինչ երկրից է բերել։ Մեծամասամբ գնում եմ իրանական ապրանքներ, որոնք ավելի համեղ են, Կրասնոդարի ապրանքներ եւ այդպես ժողովուրդ ջան։ Ուրեմն երեք մտա շուկա, լավաշ էի առնելու եւ ինչ ով զարմանս տեսա սարսափելի մի բան։ Այն ինչ որ եղել էր 44 օրվա պատերազմի պարտության հաջորդ օրը։ Մեր պարտության թուրքերի ադրբեջանների հաղթանակի օրն էր։ Նրանք այդ օրը բացել էին մեծ սեղան ամբողջ շուկայով մեկ, սեղանի վրա դրված էին ամենալավ բարիքները, հյուրասիրում էին բոլորին, անկախ ազգությունից հյուրասիրում էին, ընտրում էին, որ մի բաժակ բան խմեն իրենց հաղթանակի համար, եւ ի զարմանս ինձ նրանք խմում էին հայկական կոնյակ եւ սեղանին դրված էր խոզի մսից խորոված եւ ոչխարի մսի խաշլամա։ Ես իհարկե նրանց հետ շատ հարաբերություններ չունեմ, ես չեմ ուտեցա, ուղղակի աչքի տակ հասկացի, նույնը կրկնվեց երեք։ Երեք նրանք շնորհավորում էին միմյանց, հայկական կոնյակ էին հյուրասիրում բոլորին, անխտիր կերպով հատկապես ռուսներին, եւ խորոված էին հյուրասիրում խոզի խորոված, իրենք էլ հավեսով ուտում էին։ Այո, ժողովուրդ ջան, ես նայեցի, հենց դռնից նայեցի, ներս չմտա, սեղանին նայեցի,
ուրախ թուրքերին նայեցի եւ հետ դառա դուրս եկա եւ մտա իմ մտքերի մեջ խորում էի ինչու թուրքը ադրբեջանցին ուրախանում է ու հոպարտանում Հայաստանում տեղի ունեցած ընտրությունների համար արդիվ ինչն էր պատճառը ինչու է ադրբեջանցին ուրախանում Հայաստանի ընտրությունների արդյունքից չէ որ այդ ընտրությունները մի ժամանակ որ անում էին տվյալ ժողովրդի տոնակատարություններ ընտրության գնալը իսկ այժմ հպարտանում ու ուրախանում են ադրբեջանցիները ինչու հարց եմ տալիս ինքներդ մտա եկեք խորհենք միասին ես չեմ հասկանում գուցե արդեն ասել որ մի քանիսն ինձ ասում են ցնդած բիձա ես արդեն ցնդած բիձա եմ չեմ հասկանում սիրելի ջահելներ որոնք ինձ բիձա եք անվանում եկեք միասին խորհենք ինչի համար այսքանն այսօր ստեսություն ժողովուրդ ստեսություն